Ողջույն սիրելի հայրենակիցներ, հեռավար կապով ես հարցազրույցի եմ հրավիրում հարգարժան Աննա Աբրահամյանին, միջազգայնագետ։ Ողջույն Տիկին Աբրահամյան եւ շնորհակալ եմ, որ հերթական անգամ հարցազրույցի հրավերս ընդունեցիք։ Լսում եք դուք ինձ։ Այո, ողջույն, շնորհակալ եմ շատ։ Տիկին Աբրահամյան, ինչպես միշտ դուք շատ ուշով հետևում եք հայաստանյան գործընթացներին, ներքաղաքական զարգացումներին, տեղյակ եք իմպիչմենտի հետ կապված, այսինքն վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հետ կապված այդ գործընթացին հրաշալի տեղեկացված է գործընթացից, Նարեկ Մալյան, Էդգար Ղազարյան, այդ ընթացքից լավ գիտեք ինչ է առ այսօր տեղի ունեցել եւ հիմա մենք հասել ենք մի իրավիճակի, որ այդ նախաձեռնությունը փորձեցին իրենց ձեռքը վերցնել ոչ թե խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունների պատգամավորները, այլ ՔՊ-ից հեռացած Հովիկ Աղազարյանը եւ Ակոբ Ասլանյանը, ովքեր էլ փաստորեն հիմա հանդես են գալիս նախաձեռնությամբ եւ անուն են նաեւ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի նոր անուն են հրապարակել թեկնածուի, այսինքն Էդմոն Մարուքյան։ Քանի որ արդեն դուք մանրակրկիտ գիտեք իրավիճակը, ես պիտի խնդրեմ հիմա ներկայացնեք ձեր կարծիքը, թե իմպիչմենտի գործընթացը ինչ փուլում է ձեր դիտարկմամբ։ Լսում ենք ձեզ, խնդրեմ։ Շնորհակալ եմ, ես Էդգար Ղազարյանի էջին խորհուրդ կտայի քաղաքացիներին հետևել, որովհետև այդ ամենը տեղի ունենում լայվ ռեժիմով, հանրային հասանելիությամբ եւ առաջին անգամ է, որ նման գործունեություն է իրականացնում ընդդիմադիր դրամադրվածությամբ նախաձեռնությունը, այսինքն մենք ականատես ենք լինում կոնկրետ քայլերի միանգամայն օրենքի շրջանակներում, ականատես ենք լինում նրան հանդիպելուց խուսափող ՔՊ պատգամավորների, ովքեր նախորդ օրը օրինակ այսպես պաթոսային հայհոյանքների փոխանակման հերթական օրն են անցկացրել ազգային ժողովում, երբ խնդիրը հասնում է բուն վարչապետի աթոռը զբաղեցնող անձի կողմից կառավարության հաստատված ծրագրով անգամ, իր կառավարությամբ հաստատված ծրագրով անգամ իրականացրած քայլերին, մենք ականատես ենք լինում, որ երբ որ նրանց կոնկրետ կառավարության հաստատված ծրագրի հիման վրա են հարցադրումներ արվում, միանգամայն օրինական կարգով որպես քաղաքացի ընդունելություն նշանակած լինելով Էդգար Ղազարյանը նրանք խուսափում են, որովհետև լրագրողների հետ է նա անցկացնում այդ զրույցը, նրանք չեն կարող հրաժարվել դրանից եւ չեն կարող ասել, որ այն ինչ որ կառավարության հաստատված ծրագրով անգամ իրականացնում է Նիկոլ Փաշինյանը, դա օրինաչափ է, այնտեղ սահմանադրության խախտում չկա եւ հետաքրքիր է, որ այդ ուժերը շատ է սիրում սահմանադրության վրա հարձակվել, իսկ իմպիչմենտը դա սահմանադրությամբ հաստատված այն պարտականությունն է, ոչ թե ցանկությունը, ոչ թե ինչ-որ կասկածների փարատման կամ ուղիներից մեկը, այլ դա միակ ճանապարհն է եւ այդ որակավորմամբ գործողությունները պետք է բերեն այդ նախաձեռնության իրականացմանը ազգային ժողովի падգամավորների կողմից, այսինքն այս փուլում մենք ականատես ենք լինում ազգային ժողովի падգամավորներ, ովքեր խուսափում են իրենց պարտականությունը իրականացնելուց, հղում անելով քաղաքական մի գործչի, որը բուն պարլամենտական գործունեության հետ չունի որևէ առնչություն, այսինքն իմպիչմենտի անվստահություն հայտնելու գործընթացի օբյեկտը Նիկոլ Փաշինյանն է, իսկ սուբյեկտը ազգային ժողովի падգամավորներն են, ովքեր պետք է գործեն որպես անկախ падգամավորներ եւ նրանց առաջնորդը համարվում է խմբակցության առաջնորդը ազգային ժողովում։ Այսինքն սա ամենակարճ լեգիտիմ ճանապարհն է եւ Էդգար Ղազարյանին հղում անելով իր հարցազրույցներին հետեւած լինելով ազգային ժողովի շենքի դիմաց նա նշում է, որ հաջորդ անգամ որպեսի օրինակ այդ իր հետ հանդիպելուց խուսափող падգամավորները որպեսի վստահաբար տեղում լինեն, չխուսափեն եւ լայվ ռեժիմով հարցերի պատասխանեն, պետք է որ Էդգար Ղազարյանին ուղեկցեն 100-ից 200,000 քաղաքացիներ, այսինքն մենք տեսնում ենք հստակ քայլեր, որտեղ պետք է փողոցային շարժումը կամ ես փողոցային բառը չեմ սիրում, համազգային շարժում եւ կոնկրետ լեգիտիմ քայլերի համադրությամբ մենք ականատես ենք լինելու անվստահության գործընթացի
նախաձեռնությանը, ես չեմ կարող ասել, որ Էդգար Ղազարյանը կամ Նարեկ Մալյանը չէին սպասում, որ Նիկոլը հանձին իր ինչ-որ նախկին կամ ներկա ԿՊԱ-ականների իրեն հավատարիմ ծառայածների չի փորձելու ինչ-որ մի խամաճիկ հրապարակ նետել, Էդմոն Մարուքյանն է, այդ խամաճիկը դա ոչ մի խնդիր չի առաջացնում, մենք տեսնում ենք նա անպայման ուզում է, չգիտես ինչու, որ Էդգար Ղազարյանը կամ Նարեկ Մալյանը իր հետ խոսեն կամ իր մասին խոսեն, իսկ դա այդպես չի լինում, որովհետև ինքը երկու պատգամավոր ունի, որ իրեն առաջադրել են, թող փորձի։ Ոչ մի նման ներգրավում չի լինելու, բնական է, որ այս գործունեության հիմնական գործիչները դա ընդդիմադիր պատգամավորներն են, այնտեղ է, որ մենք պետք է բացահայտենք ինչ է տեղի ունենում։ Եվ նրանք է, որ պետք է առաջադրեն թեկնածուի։ Իմ գնահատմամբ այս փուլում է գտնվում այդ շարժումը։ Այսօր երևի թե լսել եք ասուլիսը հրապարակվեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, Արգելի Աննա, իր ասուլիսում Ռոբերտ Քոչարյանը հստակ արձանագրեց հետևյալը, ինչի մասին արդեն իսկ խոսվում էր, արդեն իսկ ասում էին Հայաստան խմբակցության պատգամավորները, որ այս ամբողջ գործընթացի impeachment կոչվող գործընթացի նպատակը վարկաբեկել Հայաստան խմբակցությանը եւ մասնավորաբար վարկաբեկել Ռոբերտ Քոչարյանին։ Եվ բաց տեքստով նա այսօր ասաց, որ այս գործընթացի թիկունքում էլ կանգնած են հանրապետականները։ Այսինքն ես ուզում եմ հասկանալ, նախ դուք կիսում եք այդ կարծիքը թե ոչ, այսինքն սկսվել է Նիկոլ Փաշինյանի հրաժարական գործընթաց սկսելու, այսինքն նախաձեռնությունը համարում են, որ թիրախում երկրորդ նախագահն է, դուք կիսում եք այդ կարծիքը։ Ես անձի կուռքի պաշտամունքով երբևէ զբաղված չկամ, ես հստակ ուսումնասիրել եմ քաղաքագիտության մեջ տոտալիտարիզմի, դիկտատուրայի եւ անձի պաշտամունքի բոլոր этаպները եւ գտնում եմ, որ այն ինչ որ նման ձևով վերահսկվող թիմի անդամներ ներկայացնում են ազգային ժողովում, դա նախ եւ առաջ իրավազանցություն է, որովհետեւ Ռոբերտ Քոչարյանն իրենց խմբակցության առաջնորդը չէ, իսկ ՀՀԿ-ն ներկայացված է ազգային ժողովում։ Ինքն ՀՀԿ-ն կուսակցություն է եւ ինչ որ ինքը ՀՀԿ-ի հասցեին ասել է, ես վստահ եմ ՀՀԿ-ն կպատասխանի, ես ՀՀԿ-ի ներկայացուցիչ չեմ, որին ինքը իր անձնակազմով փորձում է վերագրել ինպես քաղաքացիներին զուտ այն պահից սկսած, երբ որ մենք որոշակի այսպես տարակուսանքներ ենք արտահայտում, որտեղ շատ տարակուսելի է այս ամբողջ պահվածքը, ինձ հետաքրքիր չէ իրենք ինչ են համարում, որովհետև իրենք ազգային ժողովի պատգամավորներ են եւ նրանք ենթակա են Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը եւ օրենքներին։ Եվ այն անձը, ով իրենց ենթարկեցնում է, հավասարապես պետք է ինքը եւս մնա օրենքի գծում։ Օրինազանցությունը այդքան էլ հաճելի չէ, երբ որ կա օրինական եւ միակ ճանապարհ Նիկոլ Փաշինյանին հեռացնելուց։ Իրենք նման կերպով խոսույթ հրապարակ նետելով շեղում են այն հանգամանքից, որ իրենք կնախընտրեին, որ այս դավաճանական կազմը շարունակի լինել իշխանություն մեր երկրում։ Իրենք որևէ երաշխիք չեն տալիս հնարավոր անգամ հաղթանակի շուրջ այդ ընտրություններում, որ իրենք քարոզում են։ Ես միջազգային գյուղաքաղաքական տեսանկյունից եմ այս ամենը դիտարկում։ Ես չեմ կիսում, ինչպես որ 2021-ից առաջ չէի կիսում, որ կա ժամանակի շռայլություն, որ կա նման անմասնագիտացված թիմ հավաքելով ուղղակի քենախնդրությամբ զբաղվել ուղիղ լայվ ռեժիմով շարունակաբար, ստիպելով որպեսի ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքացիներս ինչ որ sense ընտրություն կատարենք ու պարակտվենք, ինչ որ մի տոնածառի շուրջ հավաքվենք, չգիտեմ, զիլինա երգենք, չգիտեմ, երևի ձմեռ պապիկ է ուզում լինել, գոնե ձմեռ պապիկը նվերներ է բերում, այսօրվա հայ ժողովրդի ուզած նվերը դա Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, թե ինքը ինչ հարցեր ունի ՀՀԿ-ի հետ, թող բարի լինի, եթե հավակնում է էլիտա կոչվելու տիտղոսին, ես ոչ մի երկրում չեմ տեսել, որպեսի էլիտան իր կողմից վճարվող մի քանի մամլո միջոցբերի նստեցնի, ինչ որ բան խոսի հակառակ կողմի հետ, Երևանը փոքրիկ քաղաք է, մենք ամենի պես մեծ երկրի հետ գործ չունենք, ոչ էլ Ռուսաստանի պես մեծ պետության, թող բարի լինեն միասին նստել խոսել, դա առհասարակ իմ տարածքը չէ, իմ տարածքը նա է, որ ես ոչ մի երաշխիք չեմ լսել, որ ռուսական ռազմաբազան չի փակվի եւ որ կամ այս խամաճիկը այդ պահանջը չի դնի
Ես չեմ տեսել որևէ երաշխիք, որ որևէ կերպ կկանխվի Նիկոլ Փաշինյանի իշխանության մնալու դեպքում թուրք եւ բարձկան հրոսակախմբերի ներխուժումը Հայաստան, ինչպես տեղի ունեցավ Սիրիայում։ Ես շատ բաց ճակատով կարող եմ ասել, ես այդ խնդիրը բարձրացնում եմ նաև ռուս մասնագետների համապատասխան համայնքի հետ զրույցներում եւ ավելի նրանք ինձ հետ կիսում են այդ գնահատականը, որ այդ վտանգը առավել քան իրական է եւ սա է գլխավոր ցուցանիշը, որով սրա շուրջ հավաքված եւ մտորելով է, որ պետք է ընդդիմադիր հայացքներ ունեցողները կամ որ հավակնում են, որ նման հայացքներ ունեն, այս կետից սկսած պետք է ինչ-որ քայլերի գնան։ Երբ որ ես դա չեմ տեսնում, դա ինձ համար ոչ մասնագիտական է, ոչ ընդունելի է, ոչ էլ ինչ-որ կարևորություն ունի, որտեղ կրկնում եմ ազգային ժողովում նրանց քաղաքացիները ձայն են տվել որպես խմբակցություն, որպես անհատ падգամավորներ, որոնց մանդատը պետք է իրականացնի Նիկոլ Փաշինյանի հեռացումը։ Այս առումով ես ոչ մի երաշխիք, ոչ մի իրական եւ ոչ մի կոնկրետ քայլ չեմ տեսել, այնպես որ իրենք նման արտահայտությունները իրենք ուղղակի խուսափում են, շատ նման է, ինչպես որ Նիկոլն է խուսափում, երբ որ իրեն ասում ես, ինչու Արցախ հանձնեցիր, ինչու պարտվողական պատերազմը նախագծեցիր թուրքերի հետ, նա ընդամենը 2 օր առաջ ահարկու կադրերը տրամադրեց մեր ողջ ազգի դատաստանին, որտեղ ինքը իրոք իր սիրած բառով իրեն նկարագրեմ, համբալի կարգավիճակով պատրաստ էր Ալիևի համար ոչ միայն սուրճը բերել, այլ անձամբ գնալ եւ եփել կամ իր կնոջը ասել, որ եփի եւ այսպես մերկ իրեն այսպես բերի եւ տրամադրի եւ նրա հետ չափվող, նրան 2021-ի ընտրություններում պարլամենտ բերող եւ նրա ֆոնին լավ երևալ ցանկացող եւ մյուս բոլոր ուժերին վարկաբեկելու 90-ականները շատ չարաբաստիկ կերպով հիշեցնող մեթոդոլոգիայով առաջնորդվող ինչ-ինչ գործիչներ կամ խմբակցություններ, չգիտեմ իրենց ինչպես անվանեմ, իրենք որևէ օրակարգ եւ ծրագիր չունեն, առավել եւս վճռականություն Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ես չեմ տեսնում, ես տեսնում եմ հանդուրժողականություն, հարմարվողականություն, ես տեսնում եմ, որ մարդիկ պատրաստ են Նիկոլի օրակարգում տեղավորվելով շարունակել իրենց գործունեությունը առանց որևէ երաշխիք տալու ոչ ներքաղաքական օրակարգում, ոչ արտաքին քաղաքական։ Իսկ տեսեք ինչ է այսօր ասում Ռոբերտ Քոչարյանը եւ ընդհանրապես Հայաստան խմբակցության անդամները արդեն առաջին իսկ օրից երբ նախաձեռնությունը ներկայացվեց Նարեկ Մարյանի եւ Էդգար Ղազարյանի կողմից, իրենք հստակ ասում են, որ հնարավոր չէ եւ դրա համար նախապայմաններ դրեցին, ասացին մեզ 8 Եվս ձայն է հարկավոր, փողոցն է պետք գեներացնել, այսինքն մինչ այդ գործ պետք է արվի, մինչև այդ մենք կներեք, մենք անցյալ անգամ ձեզ հետ հարցազրույցում անդրադարձել ենք այդ մասին, եկեք ես նորից հիմա Տիկին Աբրամյան ավելացնեմ այդ ֆակտներին, այսօր Ռոբերտ Քոչարյանի հնչեցրած հետևյալ միտքը, որ ես ավելի պրագմատիկ մարդ եմ, ասել է Քոչարյանը, եւ մտնել մի process-ի մեջ, որը զրոյի ձգտող հաջողության, հա, մասին է խոսքը, ասում եմ ես չեմ պատրաստվում, որովհետև դա իրատեսական չէ եւ հնարավոր չէ իրականացնել։ Կներեք, արդեն մի վարքյան 2021-ին ընտրության գնացած կրելու ենք կարգախոսով անձը եւ նպատակաուղղված ձեւ, որտեւ այսօրվա իր չգիտեմ ինչ ասեմ, մամուլը ասուլիս չէ, որտեւ հենց իր գրպանային մամուլին էր ինքը բերել, ես նաև իր մյուս մամլո ասուլիսների առումով չեմ հասկանում, ինքը խոստովանում է, որ մինչ այս դիմադրության շարժումը, ՀՓՇ-ն դիմադրության շարժումը, սրբազան շարժումը, միշտ հավակնելով, որ իբրև թե իրենք այդպես, քանի որ ամենաշատ թվով ընդդիմադիր ուժն են, իրենք պետք է առաջնորդեն, ինքը խոստովանում է, որ իրենք էլ հենց տարել են տապալման, ես ցիտել եմ իր իսկ խոսքերը 2022-ի մայիսի 4 իրադարձությունից հետո այդ տարի ամռանը կատարած, որ մարդիկ կարծում էին, որ այս շարժումը իշխանափոխության մասին էր, բայց իշխանափոխության նպատակ չէր հետապնդում։ Ապա ինչու էին իր падգամավորները, որոնք ասում են, որ իր падգամավորներն են եւ ոչ թե Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, ովքեր իրեն ձայն են տվել, այդ նույն քաղաքացիներին որպեսի փողոց անեն, որպեսի մենք համբերությամբ վերաբերենք իրենց մանկապարտեզյան որոշակի այսպես ասմունքի ժամ ներկայացնող ելույթները եւ ճեմելը բեմի վրա մարդիկ մարսել են, քանի որ իրենք այդ անիմաստ ճարերի սկզբում եւ վերջում
Գոռում էին առանց Նիկոլ Հայաստան, ոչ Հայաստանի թրքացմանը, անգամ գոռում էին պարզվում է արդեն մայիսի 4-ի տապալումից հետո նրանք գոռում էին Նիկոլ չկա եւ ուրեմն տուն գնացեք։ Ես ուզում եմ հասկանամ Նիկոլ կա թե չկա իրենց տեսանկյունից, եթե չկա իրենք ում հետ են գնում ընտրության։ Այսինքն պրագմատիկ մարդը վերցրել է նախաձեռնությունը, որ քաղաքացիներինն էր, ասելով ես կառաջնորդեմ որպես ընդդիմություն, որը ճիշտ է, քաղաքացիները միջնորդավորված իրենց ներկայացնող մարմիններով իրականացնում են իմպիչմենտի գործընթաց, որը զուգակցվում է համազգային ցույցերով, որոնք մենք ականատես ենք լինում բազում երկրներում։ Ես անցյալ օրը իր падգամավորներից մեկի, իր անձնական օգտագործման падգամավորներից մեկի տպագրված հարցազրույց եմ տեսել, որը պարզվում է շատ մեծ կյանքի փորձ ունի եւ իր ողջ կյանքի փորձի ընթացքում չի տեսել, որպեսի ընդդիմությունը գա խորհրդարան, որպեսի իշխանափոխություն անի կամ իմպիչմենտ անի։ Այսինքն եթե այդպիսի մտավոր ունակությունների կազմը ես իրենց թողնում եմ իրենց ընտրության հետ մենակ, դա իմ խնդիրը չէ, ինքն է նման կազմ։ Բայց եթե պրագմատիզմից ենք խոսում, ուրեմն պրագմատիկ առումով, քանի որ ինքը չէր ցանկանում, որ լիներ իշխանափոխություն, պրագմատիկ կերպով մարդկանց տուն է ուղարկել, այսինքն պրագմատիկ կերպով նա երբեք չի կազմակերպել այնպիսի նախաձեռնություն, որի նպատակը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է։ Եվ սա այն հիմնական գիծն է, որը ես 2022-ին Հայաստանում այդ ամենին ականատես լինելով հանդերձ առաջին իսկ պահից, երբ որ դա տեսա, ես դա բարձրաձայնեցի, իր ողջ ռեսուրսով հարձակվեց իմ եւ ինպես քաղաքացիների վրա, ցայսօր նման կերպով է գործում, կրկնում եմ, շատ ցավով եմ կրկնում, որովհետև գործել այս դարաշրջանում նման աղետի պայմաններում 90-ականների ոճի ինչ որ Գուսինսկի մամլո միջոցները մանիպուլացնելու տեխնոլոգիաներով եւ հուսալ որ կունենաս ռեյտինգ, չէ, դու ամեն ինչ անում ես, որ դու ունենաս անտի-ռեյտինգ։ Այսինքն պրագմատիկ բառը օգտագործելով պետք է բովանդակությունն էլ համապատասխանի։ Իսկ այս անգամ, երբ որ քայլերը այլ կերպ են նախաձեռնված, օրենքի շրջանակներում են, եւ քանի որ մի քանի անգամ իրենք արդեն խաբել են, այսինքն ժողովուրդը հավաքվել է, ժողովուրդը կազմ պատրաստ վճռականությամբ հանդես է եկել, մարդիկ կային, որ ամեն օր քայլել են, իրենց գործերը, իրենց երկրները, իրենց ընտանիքները, իրենց ամեն ինչը թողել եկել են Հայաստան, ոմանք անորոշ ժամանակով, որպեսզի այդ իշխանափոխությունը կատարեն, որքանով է պրագմատիկ մարդկանց մեջ դիտավորությամբ հույսը սպանելը, այնքան որ մարդը հոգնի, չկարողանա որևէ մեկին լսել եւ ոչինչ անել եւ անզորության զգացողությամբ դուրս գա Հայաստանից։ Դա են իրենք արել։ Եվ ինքը որևէ պատասխանատվություն չի վերցնում իր արածի համար, ինքը առհասարակ չէր հասցեագրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Նա չի ապավինում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վճռականության վրա։ Այս անգամ Էդգար Ղազարյան եւ Նարեկ Մալյան, ում ես վստահում եմ եւ իմ դիտարկմամբ իրենք ամենապրագմատիկ գործիչներն են ընդդիմադիր դաշտում եւ ճիշտ կերպով են հանրային կարծիքը ներկայացնում, հանրային կարծիքից առաջացած առաջնային խնդիրները ճիշտ կերպով են ներկայացնում եւ ներկայացնում են ինչ անել, այս անգամ ասում են ոչ, նախ դուք կներկայացնեք այդ նամակը, որ անհատապես որպես պատգամավորներ ստացել եք վարչապետի միասնական թեկնածուով, ապա նոր կհավաքվի փողոցը, որովհետև նրանք սիրում են հետո իրենց այդ նպատակաուղղված կերպով մարդկանց տանել տուն ուղարկելուց հետո մեղադրյալ նշանակել այդ նույն մարդկանց, այդ նույն քաղաքացիներին որևէ հաշվետվություն չկարդալ, այլ Նիկոլի ստերից չտարբերվող ստերով լցնել մեր բոլորի եթերները, ինչպես որ այդ խմբավորությունից որոշ պատգամավորներ հանդգնություն ունեն ասելու, որ պարզվում է իրենք 2022-ի սեպտեմբերին կար այդպիսի թուղթ, որի տակ իրենք ստորագրել են հանրահայտ Սեյրան Օհանյանի խոսքը, որ ինքը սպայի խոսք է տվել, որ կա այդպիսի փաստաթուղթ, դրա տակ կան 36 պատգամավորների ստորագրություններ, այն ժամանակ իրենք խնդիր չունեն, այսինքն այդ հանրությունը, այդ քանակով, որ հավաքված էր եւ այդ վճռականությամբ, այնքան արտահայտիչ էր, որ նրանք պետք է այդ սուտը հնարեին, որ կա այդպիսի թուղթ ստորագրել ենք, պարզապես այսօր գնացեք տուն եւ վաղը կգաք։ Մենք վաղը ընթացք ենք տալու այդ փաստաթղթին։ Այն ժամանակ մենք դեռ Արցախ ունենք։ Այսինքն մենք այսօր ապրում ենք այն ժամանակահատվածում, որտեղ մենք չունենք Արցախ, որովհետև մարդիկ հրապարակում կանգնեցին եւ ստեցին ժողովրդի դեմքին եւ հնարավոր էր իրականացնել
impeachment-ի գործընթաց, նույնիսկ այն ժամանակ իրենք են հենց հոխորտում, առաջինը մենք ենք խոսել impeachment-ից, ոչ գրված է սահմանադրության մեջ, առաջինի ու վերջինի խնդիր չէ, դա իսկապես միակ գործիքն է։ Դու չես կարող հավաքված ժողովրդին ասել, որ եկել ես իշխանափոխություն անելու, եթե դու չունես impeachment-ի հստակ մշակված ծրագիր, ըստ այդմ գործող ընդդիմադիր առաջնորդներ, որովհետև դա որոշակի քայլեր է ենթադրում։ Եվ սա են ըստ էության Էդգար Ղազարյանը եւ Նարեկ Մալյանը ոչ թե հուշում, այլ իրենք պետք է ուղղակի ամոթից գետինը պատրվի իրենք մեջը մտնեն, որովհետև նույն ճակատագիրը սպառնում է Հայաստանի Հանրապետությանը, կշրջափակեն ինչպես Արցախը, սովամահության եւ թշվառության կմատնեն ինչպես Արցախը, բայց արցախցիները այն ժամանակ փառք Աստծո կարողացան գալ Հայաստան, Հայաստանի մեր հայրենակիցները ես չգիտեմ ուր են իրենք գնալու եւ Արցախի ռազմաքաղաքական էլիտան եւս նման պարակտումների մեջ էր եւ իրար հետ ինչ որ հարաբերություններ բացահայտելով էին զբաղված այսօր նրանք գտնվում են այնտեղ որտեղ գտնվում են որ ես չեմ կարողանում նույնիսկ ասել որտեղ դա մեր համազգային ամոթն է ներառյալ այդ մարդու, որ այսօր մամլո ասուլիս էր տալիս ու թիրախավորում էր ինչ որ մի կուսակցության, ում հետ ինքը կարող է նստել եւ խոսել։ Առանց մեզ այդ ամեն ինչը ինչ որ sense, չգիտեմ, ինչ էր ուզում ասել դրանով։ Հասկանում եք։ Այսինքն այն ինչ որ մեզ համար առաջնային խնդիր է, չկա իր խոսույթում։ Իր համար առաջնային ինչ որ թեմաներ կան։ Ինքը ինչ որ բան է իր մտքում պատկերացնում, իրեն հետաքրքիր չի հանրային կարծիքը, դրա գնահատականները վիճակագրական տվյալներով հաստատված, հետաքրքիր չեն արտաքին գեոքաղաքական իրական վտանգները, չէ՞ իր գրքի մասին է խոսում, ասում որ միայն ինքն է, չգիտեմ ինչ արել են մյուսները բոլորը ինչպես կարելի է ձևով։ Լավ, Տիկին Աբրահամյան, ես ուզում եմ ձեր ասելիքը հասկանալի է, հիմա կարող եք մեկնաբանել հետևյալը, լավ ինչու է Ռոբերտ Քոչարյանը ուզում, որ մնա Նիկոլ Փաշինյանը, որտեղ ասենք օրինակ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցների հետ է խոսում։ Ես կուզենայի, ես կուզենայի, որ այնտեղ լիներ Գետմեկ լրագրող, ով իրեն այդ հարցը տա։ Այդքանով ասված է ամեն ինչ։ Չկա ընդդիմադիր դաշտի մամլո միջոցները ամբողջապես այնտեղ ներկայացված չէին։ Միայն իր թևը, միայն իր մասին, իր անձի մասին, իր ինչ որ նվաճումների մասին, ոչ ոք ուրիշ չկա, ոչ մեկ ուրիշ չկա։ Դա 90-ականների Գուսինսկի-Բիրիզովսկի այդ ինչ որ տանդեմի գործունեություն է հիշեցնում։ Ահա որ ոչ մասնագիտական մոտեցում այն խնդրին, որը համազգային աղետի խնդիր է։ Ինչն է պատճառը, որ չի կարող է չշահագրգռել Քոչարյանին, որ հրաժարվի, հա, կամ նախաձեռնի impeachment, ինչը կարող է լինել ըստ ձեզ, ինչ է ի վերջո, օրինակ Արցախի պարագայում արցախցիներից քաղաքական գործիչներ գալիս ասում են, դուք շատ ճիշտ համեմատություն տարաք, սցենարը շատ նման է ստացվում Հայաստանի եւ այն ինչ կատարվել է Արցախում, այսօր տեղի ունենում փաստորեն Հայաստանում։ Օրինակ ասում են մարդիկ ընկած են իրենց հարստության հետևից, ոմանք ավելի շատ դրա չէին էլ պատկերացնում, որ կարող է կորցնեն Արցախը։ Եվ այդ նեղ պահին, երբ որ պետք է քաղաքական դաշտի համախմբում, ամեն մեկը իր շահերն էր հետապնդում։ Հիմա կարծես թե նույնը կատարվում է։ Այո, եւ բոլոր լրագրողները պետք է հենց իրեն այդ հարցը ուղղեն եւ բոլոր քաղաքացիները պետք է հենց այդպես էլ իրենց գրեն Հայաստան խմբակցության падգամավորներին, առաջին հերթին այն քաղաքացիները, ովքեր իրենց ձայն են տվել, որովհետեւ իրենք թիրախային հարձակվում են, հետաքրքիր է, որ իրենք են թիրախավորում ինձ խոսում, իրենց թիմը 6 տարի է անձնապես թիրախավորված, որովհետեւ իրենց աշխատելավոճը կրկնում եմ 90-ականները, անձի պաշտամունք, վերջ։ Հասկանում եք, այնտեղ մասնագիտական մոտեցում պետք է տրամաբանություն տեսնես եւ պրագմատիզմ, որը շատ հետաքրքիր բովանդակություն եւ գործունեություն ենթադրող հունարեն բառ է։ Այդպես բառեր օգտագործելով, ինչ որ այսպես գալ ծանր նստել խոսելով ինքդ քեզ հետ, ինչ եք ուզում մեզ ապացուցեք։ Ինչ որ падգամավորներ կարող են նստել ազգային ժողովում, ասել, որ իրենց առաջնորդը մի մարդ է, որ ազգային ժողովում նստած չի, խմբակցության առաջին ցուցակով չի։ Այսինքն, եթե այդ սահմանադրությունը դու այնքանով գտար ճիշտ, որ 2021-ին գնացիր ընտրությունների եւ լեգիտիմացրիր մեկին, ում դեմ ամբողջ մնացյալ քաղաքական դաշտն էր միաբանվել, որ հեռացներ,
երաշխիքներ չտվեցիր, այդ ընտրությունների խայտառակ հետևանքներից հետո որևէ կերպ ձայների հաշվարկ, պահանջատիրություն այդ ձայների, միգուցե խախտումներ են եղել, ընդ որում խախտումներ իրականացվել են նաև Գյումրի այսպես կոչված ընտրություններում, որոնք փոքրիկ նախերգանք էին, թե ինչով են զբաղվելու Նիկոլի թուրք տերերը հաջորդ ընտրությունների ժամանակ իրենք այնպիսի ռեսուրսներ ունեն եւ այնպիսի մեթոդներ եւ միջոցներ, որ որքան էլ մեծահարուստներ Հայաստանում նստեն եւ իրենց գրպանային 4-5 լրագրողին ինչ որ հեքիաթներ պատմեն, նրանք ինչ որ գրգռված հայացքով նայեն, հետո բոլորը ծափահարեն, հետո գան տուն շատ ողջավորված ինչ որ ստատուսներ գրեն, այդ ինչ շատ է հիշացնում Արայիկ Հարությունյանի դրամամիջոցներով գործող մամլո միջոցների լրագրողներին, քաղաքական գործիչներին, ինչ քաղաքացիներին, նա բոլորին գնում էր բառի բուն իմաստով, մյուսներն էլ իրենց հերթին են ինչ որ գնումներ նման որակի կատարում, գրեցին ճոխ-ճոխ ստատուսներ, հարձակվեցին քաղաքացիների վրա, ովքեր ավելի այսպես անկախ գնահատական էին տալիս այդ ամենին, տեսանք ինչով վերջացավ, այսինքն այդ կարճաժամկետ աղմուկը, որ ստեղծվում է ներկայացնել որպես ինչ որ այսպես մենք նրանց թույց տվեցինք, առհասարակ ինչպես կարող է նման ժամանակներում ինչ որ մեկին բացի Նիկոլ Փաշինյանից ինչ որ բան ցույց տալու նման ձգտումներ եւ մղումներ ունենալ։ Վատառողջ չէ այս ամենը եւ շատ վատ հետևանքների է բերելու, այսինքն ես այդ իրենց այդ ցայտնոտի մասին խոսում եմ որպես ուսումնասիրող, որպես դա կողքից դիտարկող եւ ոչ թե որևէ կերպ ներգրաված որևէ կողմի հետ։ Իրենք ցանկանում են ցանկացած իրենց կարծիքից տարբերվող գործ չի անհատի կամ քաղաքացիների, այսինքն իմ վարած էջերում գրող քաղաքացիներին իրենք գրում են անձամբ, վարկաբեկում են, վիրավորում են, սպառնում են, ինչ որ բաներ են ասում իմ հասցեին, լավ, ասեցիք, հասկացանք, լավ, ասենք թե բայց չէ որ իրական գործը գետնի վրա պետք է արվի Երևանում եւ այդ մանդատները Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից եք ստացել։ Ասել որ սահմանադրությունը դա լուրջ չի կամ սահմանադրություն, ասում են ինչ որ սահմանադրությունից են խոսում, ինչ որ չէ։ Հայաստանի Հանրապետությունը ինչ որ դարձավ, Ալիևն էլ է սիրում Հայաստանի Հանրապետության սահմանադրության մասին, խոսել ինչ որ սահմանադրություն, ինչ որ բան է ասում, ինչ որ անկախության հռչակագրի հղում է անում, ինչ որ զինանշան է այնտեղ նկարագրված, ինչ որ ժողովուրդ կա, հայ ժողովուրդ, ինչ որ հայ ժողովուրդը որոշել է այդ ինչ որ սահմանադրությամբ ինչ որ կամ կարտահայտել, ով է հայ ժողովուրդը, որ կամ կարտահայտի։ Շատ բացասական եմ գնահատում այս իրավիճակը, բայց այո։ Շարունակեք, եթե կա ամփոփեք միտքը ձեր, որովհետև ուզում եմ հասկանալ որտեղից եւ ինչպես ի հայտ եկավ այս սցենարը Էդմոն Մարուքյանին մեջտեղ բերելու, սրա տակ ինչ եք տեսնում։ Ես տեսնում եմ կամ ՔՊ-ի ինչ որ փորձում են խաղ խաղալ, փորձում են, որտեվ միշտ բոլոր շարժումներում իրենք ինչ որ մի բան գծել են, օրինակ Գեգամ Նազարյանին մտցրել էին ընդդիմության շարքեր, նա զոհված զինվորների անունից խոսում էր, ամեն ինչից տեղյակ էր, ով ինչ է շնչում, ով ինչ է ուտում, ում հետ է խոսում, փողոցային պայքարի գրաֆիկը, գլխավոր անձինք, որտեղ ինչպիսի կուտակումներ եւ այլն, եւ հետո այդ շարժումը հետարքիր ձևով ամեն այդ ցույցերը եւ այլն զգացվում էր, որ կա ներքին խոհանոցից այն մյուս կողմ լուրեր տանող որոշակի գործիչներ կան, միայն ինքը չէր, ուղղակի օրինակ եմ բերում, սա իրենց ջանքն է փորձել, որտեվ իրենք կրկնում եմ, իրենք անընդհատ ուզում են, որ Էդգար Ղազարյանը եւ Նարեկ Մալյանը ներգրավեն իրենց հետ, որը հնարավոր չի, որովհետեւ իրենք երկու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, ովքեր առաջարկ են արել ազգային ժողովում գտնվող падգամավորների, եթե իրենք կարող են ինչ-որ իբրև թե ձայներ բերեն, թող բերեն, որովհետև Նիկոլ Փաշինյանը չի կարող Էդմոն Մարուքյանին զիջել, այսպես ասած, իրենք նույն սանրի կտավն են, Էդգար Ղազարյանը ինքը այդպես գրել է, ես թույլ կտակ, ես կարդամ, իր էջը բացեցի, որովհետև ինքը ուղղակի այս գործունեության կոորդինացնողն է։ Էդմոն Մարուքյանն ու Հակոբ Ասլանյանն այսօր ազգային ժողովում ունեցած ճեպազրույցներով փարատեցին բոլոր կասկածները, որոնք ես ունեի։ Այսօր ես համոզված եմ, որ այս մոտեցումներով իմպիչմենտի գործընթացի նախաձեռնությունը նպատակ չունի անվստահություն հայտնել Նիկոլ Փաշինյանին։ Հակոբ Ասլանյանն իրեն բնորոշ պարզամտությամբ ջախջախեց Էդմոն Մարուքյանի թվացial խորամանկությունը։ Իմպիչմենտի գործընթացը շարունակվելու է, ընթանալու է իր ազնիվ հունով, ոչ ոք այն շեղել եւ կասեցնել չի կարող։
պես միամիտներ չկան եւ զուր չէ, որ այս ամենը հանրային դաշտում է տեղի ունենում, երբեք որևէ շարժում այս վերջին 6 տարիների ընթացքում իր բոլոր քայլերը հանրային կերպով չի իրականացրել։ Այսինքն այս երկխոսությունները ոչ թե ժողովուրդը որ փողոց գնաց, այլ գլխավոր ներգրաված ուժերի խոսքը բերում է հանրային տիրույթ, որպեսզի մարդիկ տեսնեն, թե իրականում ով ինչ է մտածում, ինչպիսի խոսույթով է խոսում, ով ում է պատկանում բառի ամենաբուն իմաստով երբեմն։ Եվ ստիպում ենք, նողություն ոչ թե կողմնապահություն կա, այլ ստիպում ենք, որպեսզի իրենք իսկապես իրենց տարաձայնությունները, իրենք էլ հենց առաջին դեմքից խոսեն, քննարկեն, իրար արձագանքեն, որպեսզի հանրությունը տեսնի եւ հանրությունը ասի, որտեղ է տեսնում խնդիրը եւ ինչպիսի լուծում է այս պահին ինքը պահանջում։ Չեք կարծում, որ տեսեք, այսօր ամեն դեպքում Էդմոն Մարուքյանը, որը հայտարարեց, որ սա պատմական մի պահ է, երբ Հայաստանում առաջին անգամ իսկապես սկսվում է իմպիչմենտի գործընթաց, մի այսպիսի հղում արեց Նարեկ Մալյանի եւ Էդգար Ղազարյանի խոսքերին, թե իրենք կարևորել են գործընթացը, ոչ թե տեխնացուի անձը, բայց հիմա երբ որ տեխնացուն արդեն առաջադրվում է եւ իրենք կարծես թե այդքան էլ չեն ուզում այդ տեխնացուին, կոնկրետ իր մասին է խոսքը, նշանակի իրենց մտքում կարևորել են անձը։ Հիմա ստացվում է մի տեսակ այսպես, Մարուքյանը մտավ խաղի մեջ, որպեսզի մինչև վերջ վարկաբեկվեր այս առաջարկը, իմպիչմենտի նախաձեռնությունը մինչև վերջ վարկաբեկվի եւ ստացվում է հիմա անելանելի իրավիճակում են հայտնվում նախաձեռնության անդամները ընդունել Մարուքյանի հետաքրքիր է, նայեք, ուրեմն ինքը իր առաջին մեջբերումը իրենից որ կատարում եք, դա ցույց է տալիս, որ իմպիչմենտը, որը իսկապես օրինական միակ ճանապարհն է, դա ոչ Նարեկի ասելով է, ոչ Էդգարի ասելով, եւ նաեւ վկայում այն հանգամանքի մասին, որ ինչպես ասեցի, նախորդ շարժումների ժամանակ եղել է Նիկոլ Փաշինյանի հավատարիմների եւ ընդդիմադիր ուժերի որոշ անձանց միջեւ կոնկրետ կոորդինացիա, որպեսզի ժողովուրդը չիրականացնի իշխանափոխություն, դա կոորդինացված է եղել, ծեծոցիները, նստոցիները, ինչ որ անձանց դուրս բերելը, այդ շոուները ներկայացնելը, որ այնպիսի հզոր մեկն է Նիկոլ Փաշինյանը, որ հնարավոր չէ իրեն հեռացնել, որ ժողովուրդը ուզում է թուրքի տակ ապրել, թուրքի հետ ապրել, իսկ հիմա վիճակագրությունը այլ բան է ցույց տալիս, սա մեկ, երկրորդ, ասել, որ ուրեմն իրենք անձերով են ղեկավարվում, դա ասում է Նիկոլի համար հատուկ հանձնարարություններով աշխատած, Արցախը հանձնած մի հանցագործ, ինքը ինձ համար դավաճան հանցագործ է, ինքը արել է Թավշյա հեղափոխություն, այսինքն այդ ամբողջ Թավշյա նախաձեռնողները ներկայումս փոքրիկ ռոտացիաներ կատարելով, մեկը ինքն իրեն ընդդիմության առաջնորդ հայտարարելով, մյուսը իրեն ՔՊ-ից նեղացած, ՔՊ-ի հետ չհաշտվող եւ ուրեմն ՔՊ-ի դեմ գործելու պատրաստ ինչ որ մեկ է հայտարարում, անընդհատ պահմտոցի խաղալով ազգային ցասման հետ, տուն ուղարկելով այդ ցասումը, որովհետեւ երբեք իմպիչմենտին ուղված միակ լեգիտիմ միջոցին ուղված ոչ մի քայլ չի եղել եւ ես այդ մասին հենց ամեն ցույցի ժամանակ բոլորը հետևել եմ լայվ ռեժիմով քաղաքացիների հետ ոչ մենակ մենք բոլորս ականատես ենք եղել կոորդինացված աճ կապոցու մեզ հետ խաղալու մեզ ուղակի մինչ այսօր էլ էշի տեղ դնելու իրենց նկրտումները, մարդկանց մեղադրելու իրենց նկրտումները, Էդգար Ղազարյանը եւ Նարեկ Մալյանը այս բոլոր տարիների ընթացքում երբևէ որևէ անձապաշտական, որևէ կողմնապահական դրսևորում, որպես այդպեսին չեն ունեցել։ Երկուսն էլ խոսում են պետությունից եւ օրենքի սահմաններում նախատեսված պայմաններով իշխանափոխության կատարումից։ Իրենք Իշխանազավթում կատարել են սահմանադրական կարգի տապալմամբ, իրենքի մեջ մտնում է Էդմոն Մարուքյանը իր կուսակցությամբ, ինքը մասնակցել է Արցախի հանձնմանը, որպես այդպեսին ինքը չէր կարող ինչ-որ այսպես հատուկ հանձնարարություններ իրականացնող դեսպան լինել, չէր կարող որպես այդպեսին լիազորությունները իրականացնելիս ոչ թե աշխատելիս լիներ կառավարության շենքում, այլ ինքը պետք է լիներ արտգործնախարարությունում, դա կոորդինացներ իր գործունեությունը արտգործնախարարության համապատասխան աշխատակազմերի հետ եւ այլն, իր հավատարիմ ծառան է
Մանուկյանը Նիկոլի հավատարիմ ծառան է, որը պետք է իբրև թե ինչ բաներ ներկայացնի, իբր ինքը դեմ է կամ չգիտեմ ինչ է, բնականաբար ինքը եւ շատ շատերը ճիշտ մեթոդով իշխանափոխության դեպքում որևէ հավակնություն լինելու ընդդիմություն կամ ինչ որ այլ որակավորմամբ քաղաքական կուսակցություն, որևէ ներկայություն իրենք չեն ունենալու։ Իրենք լեգիտիմությունը որպես այդպեսին չունեն։ Ինքը առաջինն է, որ կվախենա Նիկոլ Փաշինյանի գնալուց կամ այնպիսի ուժի գալուց, որ իսկապես Նիկոլ Փաշինյանին հեռացնել է ցանկանում որպես դավաճանի, ոչ թե ինչ որ քաղաքական ուժ, որին ասենց մի փոքր հրեցինք այս կողմ, նա պետք է եւս պատասխանատվություն կրի։ Եվ բնականաբար ինքը փորձում է ինչ որ այսպես Արցախ հանձնած լինելով սլաքներ ուղղել մարդկանց վրա, ովքեր պայքարում են այդ բոլոր երևույթների դեմ, բառի ամենաբուն իմաստով։ Ինքը վերջին անձն է, որ կարող է ասել, որ առաջինը մարդիկ երբ որ ընդդիմադիր падգամավորներին դիմում են իմպիչմենտի նախաձեռնությամբ հանդես գալու, դա ենթադրում է իսկապես իրական ընդդիմադիր շարքերից, իրական ընդդիմադիր հայացքներ ունեցող ժամանակավոր կառավարություն, տարբեր ուժերից ներկայացվող կազմով, ով որ շտապօգնության կարգավիճակով պետք է զբաղվի Հայաստանի հանձնման գործընթացը կանխելով, բանակի վերաբերյալ այլ ծրագրեր իրականացնելով, դաշնակից պետությունների հետ այլ որակավորման հարաբերություններ դասավորելով եւ միաժամանակ առաջիկա ընտրությունները կազմակերպելով։ Բնականաբար այդ գործընթացում նրանք չեն ունենալու գործընկերներ։ Ամպոչ գտալ կարող եմ ես իրեն անվանել հանգիստ խղճով։ Տիկին Աբրամյան, ուզեմ մեր այսօրվա հարցազրույցը եզրափակենք արտաքին հարթակներում տեղի ունեցող գործընթացով, բոլորիս ուշադրությունը այս օրերից սևեռված է, թե ինչ է կատարվում ներքին դաշտում, ինչ լարվածություն է, բայց շատ կարևոր հարցեր մենք ցավոք բաց ենք թողնում, մասնավորաբար Ալբանիայի մայրաքաղաքում տեղի ունեցած եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ ժողովին մենք տեսանք, թե ինչ էր կատարվում, եռյակը Փաշինյան, Ալիև, Էրդողան միջանցքում զրուցում էին իրար հետ, ինչ-որ ժեստեր էին արվում, ինչպես քաղաքագետներից մեկն էր նկատել, Փաշինյանը իրեն զգում էր ինչպես ձուկը ջրում, այսպես ինչ-որ ընդառաջ քայլեր էր անում, նսեմացուցիչ կադրեր էին դրանք մեր ժողովրդի համար, արժանապատվության բացահայտ վիրավորանք էր դա մեր ժողովրդի հասցեին, այն ինչ մենք գոնե թե տեսանք, չէր լսվում նրանց ձայնը, փակված էին, խլացված էին, բայց ժեստերը խոսում էին շատ վտանգավոր պայմանավորվածությունների մասին եւ այսօր կա այն համոզմունքը, որ Փաշինյանը ամեն կերպ փորձում է մի ինչ-որ թուղթ խաղաղության պայմանագիր վերնագրով պոկել Ալիևից եւ Էրդողանից ընտրություններին թափահարելու համար եւ պատրաստ է զիջել Սյունիքը։ Ես կխնդրեմ ձեր մտահոգություններով կիսվեք, թե ինչ տեսաք, ինչի ականատես եղաք, խնդրեմ ուզում եմ լսել ձեզ։ Ես տեսա նրա վախերը, որովհետև նա շատ է վախենում արևմուտքին իր տված խոստումները չիրականացնելուց, իսկ քանի որ ինքը որևէ պետական ամետ կամ դիվանագիտական գործունեության հետ որևէ առնչություն չունեցող անձ է, ինքը մի քանի թակարդներում նստած բավականին արևմուտքի տեսանկյունից օգտակար ապուշ է, որին օգտագործելու են մինչև վերջին հայը եւ մինչև վերջին կտոր հայկական հողատարածքը։ Այսինքն ես ոչ թե տեսնում եմ, որ ինքը ուղղակի ինչ-որ թուղթ, որը կստորագրեն եւ նա ընտրություններին ցույց կտա եւ գոնե այդ կետում հակառակորդը, քանի որ թուղթ է ստորագրել, հետ կմնա մնացյալ Հայաստանի հանդեպ ոտնձգություններ կատարելուց, ոչ, նույնը ինչպես որ Արցախի դեպքում խոսում են ինչ-որ թղթերից, ինչ-որ բանակցություններից, այլ որակի հանդիպումներից, որ երբեք պատմության մեջ, ինչպես էր ասում, պատմության մեջ նախադեպը չունեցող Արցախի հանձնման դեպքում եւ տեսանք տարիներ, մի քանի տարի այսպես պարտուղական պատերազմ բեմադրելով, բանակը գլխատելով, հիմա էլ գլխատված է արդեն Հայաստանի բանակը եւ այո, ճիշտ եք ասում, պատահական չէր Ալբանիայի այցից անմիջապես հետո նա ակտիվորեն բնականաբար թիվ 2 դավաճանի հետ միասին ոչ առաջին տիկին հանդիսացող, ոչ Հայաստանի Հանրապետության
որևէ պաշտոն զբաղեցնող եւս մեկ անձ անընդհատ գտնվում է ինքնաթիռում կամ այդ այցերի ժամանակ Սյունիք, անընդհատ ներկա է այդ ամենում եւ ընդդիմությունը, քանի որ պրագմատիկ գործունեությամբ է զբաղված, ավելի պրագմատիկ բաներ ունի անելու, նրանք որևէ խոչընդոտի ներքաղաքական առումով չեն հանդիպում, այսինքն ինքնահոսով հանձնելով գնում է եւ ուրիշ բան ակնկալել նրան իշխանության թողնելուց հետո եւ դրա պայմաններում ուղղակի ոչ պրագմատիզմի նշան չէ, այլ աղետալի տգիտության նշան կլինի եւ դավաճանության։ Նման պայմանավորվածությունները, որ նա ձեռք է բերում, բանավոր, ոտքի վրա, երբևէ ոչ միտեղ չի հանրայնացվում, չի խոսվում, հասարակությունը տեղյակ չի, այսինքն ինչ որ կադրեր տեսնում են մարդիկ, ուղղակի ինձ համար, գիտեք, ուրիշ պետություն լիներ, ես կծիծաղեի, բայց օրինակ այդ Ալիևի հետ հանդիպման առաջին կադրերը, բացի այն, որ Ալիևը բազմոցին այսպես պարկած, համարյա ինքը ինչ որ փոքրիկ խղճուկ բազկաթոռի մեջ, դա հայտնի բանակցային տեխնոլոգիա է, երբ որ դիմացինին, այսպես ասած, իր տեղն է ցույց տալիս, Հայաստանի ժողովրդին ողջ հայությանն են իրենք նվաստացնում դրանով, այսինքն այնտեղ ոչ մի առաջնորդ չկա, այնտեղ կա ոչ թե ձուկը ջրում իրեն լավ էր զգում, այլ ես այնտեղ տեսա փոքրիկ ձկնիկ շրջապատված շնաձկներով, շնաձկները սնվում են փոքրիկ ձկնիկներով։ Նա այդ կադրերը, երբ որ տարածել էին, ինչ որ սենց ուրախ երաժշտություն էր դրված, մարդիկ չեն լսում ինչ են ասում, այսինքն մասնագետներ սկսեցին նայել, քննել, զննել, շուրթերը ինչ են ասում, մատներով ինչ է ցույց տալիս, բոլորը նկատել են մատներով հաշվում է եւ ես դրել էի կադրերը եւ ուրիշ լրահոս էի հետևում 5 վայրկյան անց մեկնաբանություններում մարդիկ գրում էին մատերով հաշվում է այն հողատարածքները, որ այս անգամ է հանձնելու։ Այսինքն բոլորս գիտենք նա ինչով է զբաղված, բոլորս գիտենք, որ թուրքական կողմը չի պատրաստվում որևէ ոչ խաղաղության, ոչ իր ամեն փոքրիկ պատուհանի դեպքում հերթական հողակտորը զավթելու նկրտումներից, ընդհակառակը շատ հիշեցնում է կոտրված քրդերին, որ այդքան 80 տարի պայքար մղած Քուրդիստանի աշխատավորական կուսակցությունը, որ սովորաբար ունեցել է արևմտյան աջակցություն, այնպիսի փակուղի է մտցվել, որ զենքերը վայր են դնում, շրջափակված են ամբողջապես։ Գնել են Սիրիայի քրդերին, գնել են Իրաքի քրդերին եւ Թուրքիայում գործող եւ Իրաքում գործող քրդերը մնացել են առանց որևէ ոչ հող, ոչ ինքնություն, ոչ մի բան։ Խոսում են, որ թուրքական պետությունը փորձում է ժողովրդավարական գործընթացով իրենց ինչ որ իրավունքներ տալ, ինչ որ ավտոնոմիա հիշացնող վարչական լիազորություններ տալ իրենց տարածքներում։ Այսինքն Արևմուտքը նպատակահարմար է գտել նրանց լքել եւ այնպես չէ որ կարող ենք ասել այդ որովհետեւ քրդերը համագործակցում էին ավելի ռուսական կողմի հետ կամ իրանական կողմի հետ այդ իսկ պատճառով էլ ահա այսպես ստացվեց հենց իրենց գլխավոր հովանավորողները իրենց հույս տվողները որ դուք կլինեք անկախ պետություն եւ այլն հենց իրենք էլ իրեն դակցելով թե մարդու իրավունքների ոտնահարումները, թե այդ էթնոսի իրավունքների ոտնահարումները եւ տեսնում եմ, որ այդ նույն վիճակն է իր մոտ, երբ որ ինքը այդպես փոքրիկ այդ բազկաթոռի մեջ այտենց նստած կծկված եւ այլն։ Ուղղակի մենք պետություն ունենք, քրդերը չունեն։ Միգուցե իրենց այդպես խեղճ լինելը, որովհետև այլ երկրի կազմում են, իրենց գլխավոր այդ ներկայացուցիչ Բարզանին Իրաքի Քուրդիստանում բավականին թուրքերի հետ լավ համագործակցող կերպար է, որի հետ ընդ որում միշտ սիրում է զրուցել Նիկոլը նման այցերի ժամանակ, նույն կատեգորիայի մեջ են տեսնում Կոսովոյի առաջնորդին, Բարզանին Իրաքի Քուրդիստանի եւ այս տխմարին։ Ամենևին ոչ հավասարը հավասարի հետ։ Սրանք փոքրիկ ձկնիկներն են, նրանք մեծ շնաձկներն են։ Իսկ մեծ շնաձուկը հանձին Նիկոլին ուտելու որպես ձկնիկ, ինչպես որ Հայաստանին են նսեմացնում նրան այդ փոքրիկ բազկաթոռի մեջ ճխտելուց,
այնպես էլ իրենք նվաստացնում են ողջ հայ ժողովրդին, այսինքն մենք բոլորս ենք այդ ձկնիկները, որոնցով սնվելու են այդ շնաձկները։ Ուրիշ ձևով, որ ասենք մենք խոսենք ինչ-որ տրամաբանությամբ, որ ահա այսպիսի փաստաթուղթ քննարկվեց, ահա արևմուտքը միջնորդավորում է, որպեսզի այսպիսի նախապայմաններ լինեն, իսկ ահա եթե Ռուսաստանը լինի որոշակի բանակցությունների հովանավորողը, նա այսպիսի բովանդակություն է առաջարկում, չկա նման բան, որովհետև որքան քո միջազգային իրավական սուբյեկտայնությունը անկում է ապրում, այնքան քո կարծիքի հետ որպես հայ ժողովուրդ ոչ ոք հաշվի նստել չի պատրաստվում, ոչ ոք չի պատրաստվում քեզ համար ինչ-որ իշխանափոխություն անել, որովհետև օգտակար ապուշները դա ամենալավ ձեռքբերումն է, բոլորն էլ կուզենան ինչ-որ հողակտոր իրենց համար ձեռք բերել, եւ ինքը դրանով է զբաղված։ Կրկնում եմ, շատ պրագմատիկ ինչ-որ ինքնակոչ գործունեությամբ զբաղված, ինքնին ընդդիմադիր հռչակած անձի հզոր հովանու ներքո, ես չգիտեմ ինքը ինչ ունի ՀՀԿ-ի հետ պարզելու, եթե կարելի էր ուղղակի ճանապարհներ փակել եւ թույլ չտալ, որպեսզի նա օդանավակայան հասնի։ Եթե ինքը այդքան աջակիցներ եւ չգիտեմ ինչեր ունի, թող գային այդ ճանապարհները փակեն, չթողնեն գնա եւ այլն եւ այլն։ Ոչ մի նման բան երբեք չի եղել այնպիսի շարժում, այնպիսի փողոցների փակոցի, որը կբերի գործադուլեր, որը կբերի այնպիսի իրավիճակ, որ Թուրքիան, Ադրբեջանը, Եվրոմիությունը, ԱՄՆ կտեսնեն, որ հայ ժողովուրդը չի ցանկանում, որպեսզի իր հետ այս ձևով բանակցեն իր տարածքների իր ինքնության մասին։ Որևէ կերպ նա գործում է անխոչնդոտ։ Եվ նրան վերջ տալու ուղղված քայլեր այսօր անում են Էդգար Ղազարյան եւ Նարեկ Կամալյան, որտեղ հիրավի անկախ թե մասնագետներ են, թե փորձագետներ են եւ թե մեծ հեղինակություն վայելող անձինք են։ Եվ հարց է առաջանում, ինչու են այդ անձանց թիրախավորում, ինչու են նրանց դեմ խոսում, իրենց ընդդիմադիր հայտարարած ԿՊ-ի հետ միասին որոշ դեպքերում սահմանադրական կարգի տապալմամբ իշխանազավթում կատարած, Նիկոլ Փաշինյանի օրոք պաշտոն զբաղեցրած, ոմանք ուսապարկերի դերում նման անձինք 2021-ին խափած լինելով քաղաքացիներին ձայն ստանալով եւ ձևանալով ընդդիմություն։ Ես որպես վերջաբան կխնդրեմ 1-2 նախադասությամբ եւ ավարտենք, եթե ժամանակը մեր սպառվել է արդեն, լավ, ինչ ընթացք եք տեսնում իմպիչմենտի այս նախաձեռնությունից։ Ես չեմ ուզում ասել, որ ձախողվել է, ամենևին փուլեր են անցնում, հիմա ուզում հասկանալ այդ փուլերը ինչ նոր արդյունք են բերելու եւ բերելու են արդյոք թե ոչ, գործընթացը իր նորմալ ընթացքը ունենալու է թե ոչ, թե պարզապես մենք հերթական անգամ այսպես արձանագրելու ենք, որ այս մի սխալը նորից արվեց, այս մեկը նորից հետ քայլ արեց, դրան էլ միտված լինելու այս գործընթացը, թե մենք ի վերջո արդյունք ենք ունենալու։ Քանի որ սա այնպիսի նախաձեռնություն է, որը արմատականորեն տարբերվում է մյուսներից եւ կատարվում է օրենքին հղումներ անելով, եւ մենք տեսնում ենք ովքեր են այդ օրենքից դժգոհում, նա միանգամայն այլ ընթացքով է գնալու եւ ինքը հասնելու է այդ փուլին, կրկնում եմ Էդգար Ղազարյանը, որ հայտարարեց, որ ուրեմն պետք է այս падգամավորներին այցելել 100-ից 200,000 հոգով, ես առնվազն փորձելու եմ այս մեթոդը եւս, այսինքն ավելի վստահություն ունենալով այս անձանց հանդեպ, ավելի մեծ հարգանք ունենալով, ես գիտեմ, որ իրենք անկեղծ են, ես գիտեմ, որ իրենք վճռական են, ես գիտեմ, որ մի տարի բանտում նստած մարդը այդ տխմարի երեսից չի պատրաստվում որևէ կերպ զենքերը վայր դնել եւ դրանից է, որ իրենք բոլորը վախեցել են եւ դուրս են գալիս եւ խոսում են միաժամանակ փորձելով փնովել այն գործընթացը, որի հետևանքով իրենք հանկարծ իրենց փափուկ աթոռներից պոկվելու եւ ինչ-որ մի բան ասելու անհրաժեշտությունը զգացին, որովհետեւ այդ աթոռը իրենց տակից գնում է եւ ես շատ ուրախ եմ։ Ես գտնում եմ, որ առաջիկա ամսվա ընթացքում մենք ականատես ենք լինելու որոշակի քայլերի, պայմանավորված, որ իհարկե ընդդիմադիր քաղաքական խմբակցությունները, պարլամենտական խմբակցությունները կառաջադրեն տեխնացուի եւ այնտեղից մենք կտեսնենք որոշակի զարգացումներ։ Ես միայն գոհ կլինեմ, որ այս անգամ այլ խմբակցություն առաջնորդի այս գործունեությունը այլ որակավորմամբ եւ այլ մոտեցմամբ։
Որովհետև Էյնշտեյնի ասած հիմարությունը նա է, երբ որ նույն բանը անում ես նույն կերպ, սպասում տարբեր արդյունք։ Այս անգամ տարբեր կերպ է արվում, ուրեմն առնվազն մենք ականատես ենք լինելու տարբեր արդյունքի։ Շնորհակալ եմ, սպասենք զարգացումներին եւ անպայման նորից ձեզ կհրավիրենք հարցազրույցի։ Տիկին Աբրամյան, շնորհակալ եմ։ Վերհիշեցնեմ, որ հեռավար կապով ես զրուցում էի միջազգայնագետ Աննա Աբրամյանի հետ։ Լավ եղեք, կհանդիպենք ցտեսություն։